Արածը սիրելի հետևորդներ, Աստվածաշնչի մեջ Աստված 365 անգամ մեզ հրամայական է տալիս, մի վախեցեք, այսինքն յուրաքանչյուր օրվա համար։ Վախը ընդհանրապես շատ դաժան անողորմ ուժ է, մեծ փորձություն է։ Հիմնականում վախը ներշնչում են մեզ դևերը, օգտվելով մեր թերահավատությունից, Աստծուն չվստահելու մեր թուլությունից։ Վախը հեշտությամբ հաղթում այն մարդկանց, ովքեր մտածում են, թե իրանք մենակ են, բայց դա մոլորություն է, այդպես չէ։ Հիշեք, իմացեք, Աստված միշտ ձեր կողքին կանգնած է։ Մի վախեցեք, դիմեք Աստծուն։ Երբ սկսում եք վախենալ, ոչ թե ընկեք այդ մտքերի հետևից ու սկսեք տանջվել, վախը թողնելով ձեր մեջ, որովհետև վախը եթե մնում է մարդու մեջ, մարդը սկսում է հիվանդանալ, շատ ահավոր հիվանդություններ են առաջանում վախից։ Այլ դիմեք Աստծուն, ձեր կողքին կանգնած է, Աստված երբեք մարդուն չի լքում, մարդն է լքում Աստծուն, ընկնելով շարի ներշնչած մտքերի ազդեցության տակ, վախենալով, մոլորվելով, հուսահատվելով։ Կանչեք Աստծու անունը և փրկվեք։ Մարգարեները մեզ դարերով շարունակ զգուշացնում են, ամբողջ Աստվածաշնչի մեջ բոլոր մարգարեները միշտ էլ կրկնել են, կրկնում են, ով կանչի Աստծու անունը, նա կփրկվի։ Կան կարճ աղոթքներ, կարող եք կրկնել Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, այնքան կրկնեք, մինչև միտքը կորի, կամ Տեր ողորմյա, կամ Տեր Հիսուս Քրիստոս օգնիր ինձ, որը որ ձեզ հարմար է, սովորեք աղոթել և վստահեք Աստծուն, մի վախեցեք ոչ մի բանից, միշտ հիշեք, իմացեք, Աստված ձեր կողքին կանգնած է, դիմեք Աստծուն, Աստված ձեզ օգնական և պահապան լինի։